Podcast Ստիկած դուելսկաց։ Քանի որ տղամարդիկ իրանք հենց պատերազմի դաշտում իլայլան ու հենց այդ կռվի մասնակից են անմիջապես, այսինքն այդ ամեն ինչը կրողը, տեսնողը իլայլան իրանց հետի այս իրականությունը կարելի ասած երկակի ծանր է, ես քեզ հասկանում վեր այս պահին քեզ էդի շատ ծանր է, շատ փից վիճակում ես, եկ միասին այս իրավիճակից փորձենք դուրս գանք։ Կինը ունի մի քանի դերեր, վերը իրան ուսերին, այսպես ասած, յորնել է, ինքը ավելի ծանր հոգեբանական վիճակի մեջ է հայտնվում, բայց կոպիտ ասած, ստիփված, կողքան եշում հագիտմք թա կանանց վիճակը լավ է։ Ես օրինակ ինձ երջանիկ զգում վեր եշում նկարները, գիտում վեր միշտ չի վեր ես իլայլում ստիվերի վեշին պենչում ունեցալ ու այն միտքը վերես ունեցալում բավական պեն ինձ շատ երջանկացնում է հոտ կարոտ ասել լավ հասկանում ենք սեփական եսի կորուստը Մարիամ, Քաթանինք ու նախ շնորհակալություն հայտնիկ մեր դիտողներին եւ հատկապես այն դիտողներին, ովքեր մեզ միացած են Ռեարմենիավ եւ Պատրեոնավ։ Ձեզ շատ ենք շնորհակալ, որովհետեւ հենց դուք մեր քաթի շարունակականությունը ապահովում եւ ձեզ շնորհակալ նաեւ մեր բոլոր մնացած դիտողներին, իսկ մնացած դիտողներին նաեւ խնդրում ենք միանալ Ռեարմենին ու Պատրեոնին, որպեսզի մեր շատ կարեւոր քաթերը շարունակվին։ Մորանում չք նաև շնորհակալություն հայտնենք գործար Ալիքին, տարուց ավելի տաղավարումս անշահախնդրորեն տրամադրելի հետի եւ անցկենանք մեր քաթին սորվա մեր հյուրը արցախցի հոկեբան Գեղանուշ Սաֆարյանն է, Գեղանուշին հետ սոր խոսելու վանք արցախցիները հոկեբանական ինչ տիպի խնդիրների են բախվում արցախցիների բռնի տեղահանությունից հետո խոսելու վանք տեղահանությունից մինչ հիմա հունցափոխվալ ընթացքը, խոսելու վանք իրական կյանքում եւ հատկապես on-line կյանքում եղած ագրեսիայի եւ դրա հաղթահարման մասին Գեղանուշ շնորհակալություն հրավերը ընդունել է հոտե եւ շատ հարցերոնիկ խոսելի շնորհակալություն վեր ժամանակս գտալ քեզ Ձեզ շնորհակալ հրավերի հետի Էս էլ քեզ ընդամենը սրա էտիալը պայքարս Թվում է թա պատերազմից ու տեղահանությունից հետո մարդիկ շատ ավելի վատ հոգեբանական վիճակում պիտի ինին, բայց մենք իմ շրջապատում եւ բոլոր այն մարդկանց նոթ վեր շփում զգում վեր ավելի ճնշված են, ավելի օգնության կարիք ունին հոգեբանորեն եւ ինձեւի այն շատ դեպրեսիվ վիճակա ուղղին կողքի ինչի հետ է կապված ու արդյոք նորմալ է վերես ընթացքում այդ զգացողությունները Իրականում մարդիկ հոգեբանականին հասնում են շատ ավելի ուշ փուլում, այսինքն եթե սկզբնական շրջանը բնականաբար մարդկանց ավելի շատ պետք է այնում կենսական պայմանների կենսական պայմանների մասին հոգ տանել այդ նույն սնունդն է, կենցաղն է, մեր դեպքում բնակարանային, հա Սովորաբար առաջնային այդ խնդիրներն այնում, հետո արդեն շատ ավելի ուշ փուլում է մարդը կամ ինքը յուրան, այսինքն երբ որ սոցիալական այդ հարցերը լուծված այնում, կենցաղային հարցերը լուծվում է, հետո արդեն մարդը հասնում է արդեն գագաթին, բուրգի գագաթին, ինքը արդեն անդրադառնում է ինքը յուրան ավեր, ասում է եշում հասկանա ինքը յուրան հետ ինչա կատարվում հոգեբանորեն Դրան հետի առաջին շրջանում առաջնային կարիքն ինում է սոցիալականը, կենցաղայինը, հետո արդեն հոգեբանական հասնում ենք շատ ավելի ուշ Բայց ամեն դեպքում արդեն տևական ժամանակ կա ու հաշվի առնելով քու այս ընթացքում ակտիվ աշխատանքն է ուզում դու ասես հունցս նկատալ արդյոք ինչ որ տրանսֆորմացիա կա մարդկանց հոգեբանական կարիքները ինչ ձևով փոխվել թա փոխվել չի ինչքան ավա առանձնահատուկ ու ինչքան ավա միավորող այդ հոգեբանական խնդիրն են կոզի մի քիչ նաև սրանից խոսենք Սկզբնական շրջանում շատ դիսուր իլալա մեր ադապտացի խնդիրը վերը միջև մեհենգել կա վերը հալան վեր շարունակվելու վա բայց հիմնական հայցերը վերավ դիմում են դա հետ տրավմատիկ ստրեսային խանգարումներն են դա եթե մի քիչ ավելի ստի մի քիչ սովորական տավերնա օրինակ հա մուքյամը խնդրավ հոկեբանի կող շատ հաճախ սկի գիտում չկնի ինչ խնդրավ մուքյամ հոկեբանն ամոզ ասում մեր խնդրին անունը մենք հատե այդ խնդրի անունը վեր դու նշեցիր գոզի մի քիչ հենց դրանից խոսիս այդ տրավմատիկ ստրեսային խանգարումը առաջանում է տրավմատիկ իրադարձությունից հետո հիմնական ախտանիշներն վեր մարդինա մոտ նկատմատա մղձավանջներն է, դա ֆլեշբեքերն է, դա անքնությունն է, ախորժակի կորուստն է, անընդհատ տրավմատիկ իրադրության մեջ իրան պատկերացնել, հայտնվել
վերը շատ բնորոշ է ախորժակի կորուստին էլ հակառակը սկսել հնարավոր է, այո, հնարավոր է։ Վերը շատ բնորոշ է տրավմատիկ իրադարձություններից հետո, ինչպես նշեցի, պատերազմից հետո, երկրաշարժից հետո եւ աղետներից հետո, հա, PTSD-ն, այդ նույն տրավմատիկ ստրեսային խանգարումը այս պահին ըստ իս առաջնային հայցն է, ինչքան ավելի եսում այս պահին գործանում։ Վերջին շրջանում շատ բացական երևույթներ ենք նկատում տղամարդկանց մոտ, եթե օրինակ կանայք լացինինում ինչ-որ ձևի արտահայտվում են, ինձևի ինքնասպանություններ ենք տեսնում, կործանվող կյանքեր ենք տեսնում, վեր շատ այլ ճանապարհներ ամենքինամարտիկ կոզի մի քիչ խոսենք հենց ավելի շուտ այս պահին տղամարդկանց մասին, հետո արդեն երեխաներին կանդրադառնանք։ Ի տարբերություն տղամարդկանց, կանայք ավելի ճկուն են, կանանց հոգեկանը մի քիչ ավելի ճկուն է ու ստեղ կին ունի մի քանի դերեր, որպես կենցաղում, որպես կին, որպես մայր, որպես աշխատող, դրա հետի, այսպես ասած, մաման միշտ ավելի շատ է իրան ավելի հոգեբանորեն շատ ավելի ճկուն է ինում, տղամարդկանց հետի շատ ավելի տիժեր այնում այն առումով, քանի որ տղամարդիկ իրանք հենց պատերազմի դաշտում իլալան ու հենց այդ կռվի մասնակից են անմիջապես, այսինքն այդ ամեն ինչը կրողը, տեսնողը իլալան, իրանց հետի այս իրականությունը կարելի ասած երկակի ծանր է, դու չվեր կանանց հետ, ես տեղ տարանջատում չում կանանց հետի էլ էսա վեր խոսինք էլի ավելի իրան բարդություն են օնե, բայց տղամարդկանց պարագայում, հա, ստեղ շատ ավելի տղամարդիկ օրինակ ալկոհոլի բենանում ձգտում, խաղամոլությունն է շատ ավելի շատանում, թմրանյութերի օգտագործումն է շատ անում PTSD-ի ժամանակ, PTSD-ից հետո ավելի ճիշտ։ Իսկ դրան պատճառը այնա վեր իրանք ի տարբերություն կանանց ավելի քիչ են դիմում մասնագիտական օգնության, թա ինչ ոնց է ստացվում։ Չէ, իրականում դա ամբողջ աշխարհում է, վեր տրավմից հետո մարդը ավելի շատ այդ բացասական երևույթներին է ձգտում։ Դե դու նշեցիր այդ խնդիրն են, բայց կոզիմ նաև մի քիչ մեխանիզմներից խոսիս, օրինակ եթե այս եթերենա եշմամինքին հուր ամուսին օրինակ ալկոհոլիզմի շատ կնին, որովհետև շատ հաճախ խոստովանում չենք մունք տա, բայց երևի թե բոլորն էլ իրանց տղամարդկանց իրա որոշակի փոփոխություններ զգացան, հատկապես այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զինվորականի կին ունելալ, ովքեր տարիներ շարունակ այդ դժվարությունները անցնկացալ իրանց ամուսիններն էլ պատերազմի դաշտում, մենք եկալ են այդ ամուսիններին ասում են դու կռվալ չեք, պայքարալ չեք, դրանից հետո շատ ավելի ծանր վիճակում է հայտնվում տղամարդը, օրինակ ես վերտեսա կամ պատկերացնում եմ մարդկանց, ովքեր տարիներ շարունակ են լալ պոստերում ու ստիպված արդեն տեսանք ինչ իրավիճակ այլ է, եկան ու իրենց ասում են դու կռվալ չես, մինչեւ այնքան շատ էին այդ վիրավորանքը վեր եստի ցնցում լի ասում տոսնաս ինչ է մտածում այս մարդիկ ու հունցա վեր իրանք հունցն առերեսվում այդ իրականությանը փորձում են ինչ-որ պենի օրինակ ալկոհոլի կամ թմրանյութի կամ խաղամոլության կամ ինչ-որ մի այլ մոլուցքի շնորհիվ բթացնին ուղեղը իրականությունը անցալին վեճ թա հունց։ Հա, քանի որ հասարակությունը կոպիտ ասած իմաստազրկում է իրանց այդ ամեն ինչը, իրանց եսը, իրանց այդ ապրածը, իրանց ինքնությունը, այդ ասելա վեր դուք վեշիմպեն դուք կռվալ չեք, դուք վեշիմպեն առալ չեք, այսինքն դու կոպիտ ասած մարդը ինչա լսում, իրան ենթագիտակցություն ինչա լսում, վեր ասում է դու վեշիմպեն առալ չես, դու վեշիմպեն ես, մարդը ստեղ արդեն ընկնում է փակ ինչ-որ ստիմիպենի մեջ, տեղից ինքը դուրս գալու հետի տեսնում է մենակ այդ ճանապարհն են օրինակ Իհարկե, ստեղ շատ կարևոր է այդ պահը, շատ վերասմա դույս պահը բռնցնել ու դիմել մասնագետի, այդքան ստոպ տալը դա երբեք ուշ չի ինում, երբեք վերասմա չպիտի ուշացնիսել, բայց հա իրական դա տրամապայմանավորված իմաստազրկումը, այդ իմաստազրկվում է այդ իրանց ապրած ամեն ինչը ու ինքը հենց իրան ես իրան ինքնությունն կտորնում ստեղ բեներած ոչնչացրած կոպիտ ասածի մարդկային լեզվով եթե փորձի մասին։ Իհարկե Գեղանուշ մանրամասն նշումս այդ խնդիրն են, բայց քանի որ մոզ եշողների մեծ մասը էլի այդ նույն խնդրի կրողներն են, կուզեի նաև մի քանի խորհուրդ տաս հունց անե օրինակ այն մայրը կամ այն կինը կամ այն քույրը վեր տեսնում է վեր իրան հարազատ տղամարդը հտե այդ վատ վիճակումն է ու
ինչան է տա փոխելի հետի օրինակ ձեռք մեկն է։ Հա, որտեվ հնարավոր է վեր հակառակը մեղադրե, ասեմ ու օրինակ այս վիճակում դու հակառակը օգնիս քեցած օրինակ խմումս կամ խաղամոլությանս տրվա եւ այլն, կարծում եմ սա կառուցողական ձևը չի, բայց կինի նաեւ տարբերակներ օգնելի, խնդրում ենք մս ուսավորիս։ Առաջին կետը հենց այդ բանում դա չմեղադրելն է։ Այսինքն մեղադրելով իրականում վեշ մի բան փոխվելու չի։ Եթե ինչքան ինչ բարերոզ մկսեցիք, ոնց ոզ մկնետը խոսեցիք, վեշ մի բան փոխվելու չի։ Եթե շատ խորացած է, ճիշտ տարբերակը բուժումն է, մասնագետի դիմելն է։ Սովորաբար հիմնականում այս խնդիրը անցակենում ցավոք սրտի մասնագետի օգնությամբ։ Այսինքն ստեղ հիմնական կետը վերտին մատա աջակցությունը, ընտանիքի հարազատների աջակցություն, վեր ես քեզ հասկանում, վեր այս պահին քեզ էդի շատ ծանր, շատ փից վիճակումս, եկ միասին այս իրավիճակից փորձենք դուրս գանք։ Շատ հազվադեպ տրնում է, սոտ կնի վերեսած այսիմ հա, դա շատ բեն անում, բայց տրնում է, հա։ Դա այն ամենակիչն է վեր կողքի մարդիկ կարին փորձին անին։ Ամենաառաջինը այդ մարդուն պետք է աջակցություն տանք։ Վեր ես հասկանում վեր քիզետի շատ դիժերա այս պահը, մունք ընտանիքդ քիզն է հետա։ Եկ միասին հաղթահարինք այս process-ը, վեճ թա ասում մեղադրելա վեճ մի բանի հսնելու, չմեղադրանքը դիել մնում է մեղադրանք է վեր ասма խոսքը պիրելով գործողություն։ Շատ հաճախ էլ կարե խորացնեն։ Շատ հաճախ խորանմա ֆիզիկական բռնությանը ենթարկում եւ այլ խորանմա։ Ստեղ ամենաառաջինը ասում տա աջակցությունն է, վեր ինքը պիտի զգա ու շատ խոսել յուրն հետ, հասկանալ ինչու հետի է, ինչից է դա կյամ, ինչի ընդհանուր նպատակներ ստեղծել, միգուցե եկ միասին հասկանանք ինչ ենք ուզում, այսինքն նպատակներ տինել ապագայի մասին բներել այդ մարդուն տալ, այսինքն ինքը հնարավոր է այդ պահին լրիվ ապագան ու վեճ հնարավոր հիմնականում այդ բենում վեր ապագան տեսնում չընկավ, միասին զրույցով օրինակ ընտանեկան ինչ վեր բենավ նստել, քննարկել, խոսել ապագայի մասին, այսինքն մոտիվացիա յուրա Պատար շատ ըմստի բենավ խոսում, ոչ մասնագիտական լեզվով խոսում, բայց քանի որ մեր դիտորդներին ինձ թվում ավելի շատ էս շատ հասկանալի դինի, որպեսզի մարդկանց էլ հասանելի լինի, ինձ թվում է մասնագիտական բառապաշարը մի քիչ ավելի դիժերանն է։ Հա, շատ ավելի ոնց որ ստի པարզ խոսին, վեր ավելի հասկանալի լինի, այսինքն նպատակ, ինչ որ ապագայի մասին նպատակներ տինել ու միասին մի թիմ կազմել։ Վեճ թա ես դեմում քեզ կամ մուկ դեմում ես խոխան ես ու օրինակ դեմում քեզ այլ մուկ մի թիմը կոնինք նպատակ ու հասնենք այդ նպատակին այսինքն ցույց տալ վեր դու մենակ չես վեր մենակ կիսում ենք ապագա հա մուկ եկ միասին մի հատ նպատակ ստեղծենք մի հատ մի կետ տնի քանի որ մզիլալա տա եկ միասին հսնենք դրան ու ճանապարհին բնականաբար խոչընդոտն է ինել վայ ես քո կողքիդ մուկ միասին ենք ես քեզ օգնում եմ էվրասմա յուրուր ցերկ բռնած այդ շատ կարևոր է իրականում ես հասկանում եմ հաց դիտողներին մեծամասնությունը կարող է ասին տա հիշտա խոսելը տա դիժերա հունցյանի այսիս ես քեզ հասկանում վեր դու օրինակ այդ գործողությունը անում ես կամ դու խաղամոլես Գեղանուշ տղամարդկանցից խոսեցինք կոզիմ նաև անդրադառնանք կանանց ու երեխաներին երեխաները ինչ տեղահանությունից հետո ինչ հոգեբանական խնդիրներին առնչվալ ու մենք առնչվում ու արդեն քու փորձառությունը հաշվի առնելով ինչքան ավա հնարավոր լինում խոխորձը վերականգնումը խոխորձ կողքին հիմնականում տարածվածը վախերն է շատ տագնապային խանգարումներ ունենք դեռահասության շրջան ադապտացիան է հիմնականում շատ կերակշռում կորուստի հետ խնդիրները շատ Բայց ինչ կորուստ ասենք ծնողին, հարազատին, թե հայրենիքին էլ ծնողի հարազատի կորուստը հայրենիքի կորուստ ասելա ի նկատի ունի տրավմին հետ աշխատանք դեռահասների շրջանում էլի շատ այլի ոնց է արտահայտվում մարդիկ ոնց հասկանա վեր իրանց խոխան հոգեբանի կարիքոնը կորուստի դեպքում օրինակ եթե խոխին կողքին նկատում ենք տարբերվող վարք նկատում ենք վեր շատ հուզականատռած նկատում ենք վեր շփումնա շատ սահմանափակ տրած, այսինքն եթե խոխան տիչելալ միջև տեղահանությունը ու շատ լրիվ տարբերվալ ու լրիվ Իսկ կարե դա վեճ թա բենի հակառակն է, այսինքն գերակտիվություն ունի զգասվերի լողջին օտոզմա շփվե ինքը յուրան նման չի Կարելի, բայց դա շատ քիչ է մենք Նա հիմնականում տեղահանված խոխեք ավելի շատ նկատում ենք վեր մեկուսանում Բայց ամեն դեպքում տեղահանությունից բավարար ժամանակ անցկացա, այսինքն
կարե ինի նաև այս ընթացքում օրինակ ամեն ինչ կարծես թե նորմալ այլել, բայց մի տարի անց մեկ էլ ինչ-որ փոփոխություններ ա ինում։ Այսինքն ծնողը մտածել է, ասել դե արդեն այդ փուլ անց կացա երևի մի այլ խնդիր ա։ Շատ հնարավոր ա վեր այն նույնի արձագանքը ինի։ Շատ հնարավոր ա նույնի արձագանքը ինի, նորից ասում տրավմից հետո անմիջապես չի մեր խնդիրներն առաջ գամ։ Հնարավոր է 2 տարի հետո, հնարավոր է 3 տարի հետո գոլոպից հրցնե, հա, գործի խնդիրը 10 տարի հետո գոլոպից հրցնե։ Ամեն դեպքում ես ուզում դու մզասից հունցն մենք մեր խոխեքը քու օրինակավ քեզ դիմաց երեխաների վարքը հաշվի առնելով լի այս ընթացքում բավարար երկար ժամանակ աշխատալս ինչ գուցե ինչ որ դրական պի ներկա կիսվելի հունցալ է սկզբից մենք հունցա Իրականում, քանի որ ինքը զուտ հոգեբանականի հետի այս մի տարու կեսը շատ քիչ ժամանակաշրջան ա բեր, այսինքն բենափոխվալ ու հոգեբանականի հետի սա իսկապես քիչ բեն ա, կարելի ասած նույնն ա։ Ես ասել չէի, թա ինչ վեր հարմարման բեներ, հարմարման process-ը էլի վեր ընթանում ան ու էլի համեմատած ինչ տարիք, եշած ինչ տարիքի մասին եք խոսում։ Բայց վերստի ասիմ հա ստիալալ ու փոխվալ այսպես բնականաբար չէ կարելի չմասին որովհետև շատ քիչ ժամանակ ասա հոգեբանական խնդիրների փոփոխության մասին խոսելի շատ կարճ ժամանակ է դուզա համեմատելի չեն առաջնային շրջանը այն սուր ռեակցիան վերը առաջնային պահին ընտամ համեմատելի չէ այդ սուր ռեակցիան դա բնականա դա ինումա բայց մեհենգել դի հատուկ հալանվեր շուտա փոփոխությունների մասին խոսելի հետի Լավ, կանանց մասին թեև խոսումս վեր շատ ավելի հարմարվողն կամ պատասխանատվություն ավելի մծայում տարբեր ասպարեզներ ունենում ու երևի զբաղվածությունն էլ է դրան շատ նպաստում վեր մոռանան, բայց ամեն դեպքում այդ հարմարվողականությունը կանանց մոտ ինչ շրջանում է հատկապես վեր դու հենց կանանց նահատես գործանում եւ արդյոք այս տարուկեսում փոփոխություններ ես նկատում կամ դրական առումով կամ բացասական։ Իրականում կանանց հետի հեշտ չի ասածս այն չլալ վեր կանանց հետի հեշտ է, այլ չէ, կինը ունի մի քանի դերեր, վերը յուրան ուսերին, այսպես ասած, յորնելով, ինքը ավելի ծանր հոգեբանական վիճակի մեջ է հայտնվում, բայց կոպիտ ասած, ստիփած ինքը բենանում կողքան եշումք, հագիտմք, թա կանանց վիճակը լավ է։ Նույն օրինակ նկատում եք եւ երեխաներին այդ խոխորձն այդ անհատական ընկանում ու մաման կեմ ասում խոխան խնդիր ունի, առաջնային հանդիպումը անում ծնողին հետ ու հասկանց վեր, դա ավելի շատ ծնողը ունի հոգեբանի աջակցության կարիք, քան խոխին այդ խորհրդատվությունը անում ենք խնդիր բացահայտվում չի, բայց կարիքը ունի մաման։ Ըստ ինչի մասին է խոսում, ինչ եմ ասում, այն բենին վեր շատ հաճախ մամեքը այն վեր ես հեչ խոխան տանիմ, ես հեչ խոխին լավինի, այս բենավը, այդ ես հեչն ընկմունք հիմնականում չէ, այսինքն շատ հաճախ պատահաբար նույնիսկ հասկանում է իրանք ունին օգնության կարիք, հա, ու դրանից բխելով, այսինքն մասնագետնա մամուն նաշտան ուղղորդում, հա, վերտս այս բaragայում տոնիս խնդիր Օրինակ նույնիսկ դեպքեր այնու վեր մաման խոխին բերումա այն հայցավ է խոխան շատ կարոտումա խոխան կարում չի հարմարվե անընդհատ ասում Արցախին անունատամ ստե հարմարվում չի խոխին այդ խորհրդատվությունը անում հասկան վեր բալի կլերիվ հարմարված այս իրականությանը բայց մաման ավեր անընդհատ այնա նկարնեն այեշում անընդհատ վիդեոներն այեշում անընդհատ ասում Արցախը ուստի հասկան վեր այդ խոխան մամուն հա խոխան պրոստը մամուն արտացոլանքն է հա Ուստի հասկանում եք վեր մաման արդեն յուրան խնդիրն է, դա մամու խնդիրն է, դա ամենևին է բալիկլերի հանգիստ յուրան հետև էր ասма հարմարվալա։ Բայց ծնողը խնդիր ունի վերը, բայց ինքը դա տեսնա խոխին մեջին։ Իրա պաշտպանական մեխանիզմն է, հա ինքը դա յուրան մեջին տեսնում չի, այլ բենանը վերագրումա խոխին վեր խոխանատի տեսնում, խոխանատի կամ օրինակ մամեքը շատ նաև բենն անում խոխորցը խրատման օրինակ բալիկը կարող է այդ վաղտի լալա 2 տարեկան, 4 տարեկանա ու բնականաբար այդ խոխան հիշում չի կարող է իրան տոնը հիշի վեճ բեն չանեմ մամեքը շատ կենտրոնանում վեր հանկարծ մոռանաս վեճ Արցախ այսինքն եթե խոխան կամ ասում ապա ես հիշում չում Արցախը հա մաման ծանրատանում վեր բավդրուկ խոխան կարող է Արցախը այդ միտքն ուզում բենանի վեր ինձ թվում է այդ առումով երևի շատ էս ընկետ վախը կիսում յուրնա հետ ես էլ օրինակ քանի վեր այդ պարտադրանքը ուզում չունի շատ յուրան երբեք կենտրոնացնում չում թեմի իրան բայց
հենց ինքը ինչ որ մի պենա հիշում, ես այնքան ուրախանում տրանավ, որովհետև այդ վախը ինձ թվում է լողջիս մեջ ինկալի, այսինքն կարին խոսին հիշեցնին, բայց ոչ այդ պարտադրանքի կոմպոնենտը ինի մեջ լի։ Հա, բայց ոչ խոխին պարտադրից, խոխային թե 2 տարեկան ալ, ասում բնական այնքը հիշելով չի։ Կամ 1.5 այլ այլ կամ կար նույնիսկ 3 տարեկան էլ հայելի վերդրվագն է հիշի յուրան խաղալիքը յուրան գիտեմ հայաթ եւ այլ բայց պետք չի խոխին շատ նաեւ ստիպեներած վեր եշի հանկարծ մոռանասվեց էդ էլ շատ օնիկ վեր եշի հանկարծ մոռանասվեց մեր Արցախը պալուբոմ խոխեքը մոռանալու չի եթե մուկ խոսել վանք եթե մուկ տանը անընդհատ այդ թեման ինել վա նկարները եւ այլը այսինքն այդ մտնոլորտը տանը կա Արցախը տանը կա Արցախի մասին այդ ամեն ինչը տանը կա պետք չի վերջի խոխամեղքի զգացում չի ունենա վեր մաման ուզում է ես հիշում բայց ես հիշում չում հա խոխան օրինակ ասում եղան ուշ մաման այս վեր բայց ես Արցախը հիշում չում ու իրապես խոխան հիշում չի ու տա խոխան պետք չի այսինքն այդ պեննել անդհատ ծնողներն շատ են պենանում խոխորձվել հանկարծ մոռանակ վեճ ես հասկանում դա շատ կարևոր է լողջիս հետի վեր մեր խոխեքը հիշին, տոնը, տեղը, հայաթը եւ այլը, բայց նաեւ խոխորձը իրան այդ բերը տինինք վեճ ու այդ մեղքի զգացումը վեր տես դու հանկարծ մոռանաս վեճ Արցախը մոռանալով չեն, քանի որ տա տանն է, տա մունքը, տա ծեր էությունը, տա մեր էությունն է, ու մուկ անդհատ նկարներով, թա վիդեոներով ամեն ձևի տա խոխորձը անընդհատ կյանքի ընթացքում տանը հաշնք տալու հենց այս մասին մոզալ խոսիմ անընդհատ մուք խոսում եք վեր մարդիկան վեր անընդհատ եշում են վիդեոներ, նկարներ, դրանից լացինինում տարապում մարդիկան վեր տամինձևի փակալն իրանց հատե ու վեշին բեն օզմել չին եշեցին ասում չէ կան շատեր ասում չէ ձեր հաղորդումը ծանր է մուք օզում չուն գեշին մինձևի տա օզում չընտրանավ հետքինան այդ հիշողությունները բենը արտնացնին իրանց մեջ ու բլոկավորած մի տեսակ այդ զգացողությունները վերնա ճիշտ կամ կա արդյոք ընդհանրապես ճիշտ վարքերի տարբեր հունց անիս ու մարդիկան վեր ասում դե բոլապի բերեք խոսինք վեճ այդ մասին ես օրինակ ինձ երջանիկում զգում վեր եշումում նկարները գիտում վեր միշտ չի վեր ես իլելում ստիվեր վեշին բենչում ունեցալ ու այն միտքը վեր ես ունեցալում բավական բեն ինձ շատ երջանկացնում է հատկապես գիտում վեր 50+ տարիքի մարդկանց հետ է սա կարևոր որովհետև իրանք մենք կոպիտ ասած ոչինչ չեն զգում իրանց թեև պիտի նաև աշխատանք տարվե վեր տայել չի ինի բայց կարիերա, տոն, տներ, աշխատանք, բիզնես, ամեն ինչ շատ բիզնեսը ոչ միշտ, բայց ամեն ինչ ունեցալն ու մենք վեշին բեն օնին վեճ ու եշմն ու մի մասը տարապում է վեր կորուստա, մի մասն էլ ասում է, բայց միշտ չում ես այս վիճակում լել վերնա այս դեպքում ճիշտը հունց քո կարծիքով հունց վարվին մարդիկ Մարիամ իրական մետքու թվարկած տան կորուստնա հայրենիքի կորուստը մանկության կորուստի այս ամեն ինչը մեր եսի ինքնության կորուստն է այսինքն տեղահանված անձը այդ կարոտ ասելով հասկանում ենք սեփական եսի կորուստը այդ վիդեոներն տարածում են ադրբեջանցիներն ու անում են մի նպատակա որպեսզի հոգեբանական ճշմարան ենթարկին արցախցիներին ու դա իրանք նպատակաուղված անում են արցախցիներն են մունքել վերասումա ենթարկում ենք այդ ճշմարանը Եշել չեշելը կախված է մարդուց դա քեզ ինչա տան վեր հիշումս։ Ես դուրս ասած այդ վիդեոների մասին չունեմ խոսես, այլ մեր ունեցած վիդեոների նկարը։ Դա շատ կարևոր ինչ վիդեո, որտեղ վեր դու ասած ես օրինակ հասկացի, վեր ես եշումում, բայց մենակ այն ինչը իմ վախտ այլել են երջանիկը, դիվեշ տամ։ Այսինքն եթե դու այդ վիդեոն եշումս ու դա քեզ այդ ռեսուրս է, բայց եթե դու այդ վիդեոնը եշելուվս ու իլյուզիաների մեջ ընկես վեր տատու այնս Արցախ կամ գիտեմ քու առօրյա այդ խնգարմա բնականաբար Պիտի եշք այդ վիդեոներ։ Ես օրինակ հոգեբանական իմ օրինակը ասեմ, լիվեշ թա հոգեբան, հա, ճնշումս իհարկե վեր հիմնական Ստեփանակերտից այնում, բայց վեր աշկերես 4 հրած եմ ինում Մարտոնա վիդեոյում շորկյան, որտեղ ուզում տեսնամ իմ գիդում չում ինչում սպասում շատ դեպքում, լի որտեղ գիդում չում ես օզում տեսնամ մեր տոնը ինչ վիճակում է, թա օզում չում տեսնամ, բայց ամեն դեպքում քինամ այդ փնտրտուքին։ Անդհատ այնում ինում շորկյայից տեսնայս հիմնական կենտրոնական փողոցն են քինամ Մարտոնա, այն երկու փողոցավան հիմնականում քշանում, բայց այն ծայրամասային տղերը քինամ չեն։ Անդհատ շորում գեմ, ու ես մինչեւի իմնում փնտրում, ու ես մտածում վեր շատերը հենց այս վիճակում են։ Հա, հենց դրա մասին է խոսքը, վեր դու քեզ ես փնտրում, դու քեզ ես կուրցրալ, քեզ ես փնտրում։ Բայց դա շատ կարևոր մի հատ հոգեբանական պահ կա, կորուստի մասավ, եթե ասինք սովորաբար, եթե ստիպատար շատ կոպիտ ասինք, կորուստը վերինում է
հունց այն մարդ վեր մահանում է, մի օր մահացած տեսնում ենք, չէ՞։ Հաջորդ օրը թաղումն այնում, օրինակ, այդքանը լող ստի պատահական չի ընտրված, այդ նույն թաղումը այդ վղին տակին տինել եւ այլը, այդքանը լող ստի գործողություններ է, վերը մարդու գիտակցությանը բերում է վեր կորուստը, կավեճ։ Նույնը եթե մենք եշինք մեր կորուստը, մեր քաղաքի այդ եսին կորուստը, ինչա կատարվում վրոդի կավեճ, բայց ինքը կա Այսինքն եթե կորուստի դեպքում նորմալ է վեր վղին տակինինի ու մուկ տա էլ տեսնում չենք, գիտակցությունը հասկանում է վեր կավեճ զուտ տեսնում չենք, իսկ ստեղ Ադրբեջանը ինչ անում նահաշատա։ Ու ինքը շատ ուժեղ սա հոգեբանական ճնշում է վեր տես այդ կորուստը վեր վրոդի կավեճ, վեր չպիտի տեսնաս չպիտի, բայց կա այն էլ հալա մեր ձերքին է, կա այն էլ հալամ տես ես նկարնեն ճողում։ Այսինքն հիմնականում այս եշելը սեփական մարդիկ եշելավ ավելի շատ իրանց վնասում են ավելի շատ հետո նաև ստեղ մեր զոհի կերպարնավեր շատ էլի բենքան սնուցում հա դրանավ վեր հտե էլի մեղքանք էլի մունք մեղքանք նիմը տավայ մեր տոնը վայ էս ինչի եւ այլը բայց նաև ոզում չմեղադրինք է մարդկանց վեր ոզում են եշին այսինքն այդ մարդը կարիքը ունի դրան այս բան օքեյ եշի Եթե դու դրանով քեզ դա այս պահին պետք է իսկ Մարիամի ասածը վեր անձնական վիդեոներն նայեցին դա կարենի շատ ռեսուրսային արխիվային վիդեոներ նկարներ եւ այլը կարենի շատ ռեսուրսային այսինքն եթե ռեսուրսային վերնա պատառել բաց խոսել եթե ավելի բաց ասիմ երևի ուժ տվող այսինքն ես այդ վախտը եթե եշմա հիշմա ինքը ինչքան ալալ ուժեղ ու իրան դա այսպես ասած հիշեցնում է այդ պահը, այդ օրը, այդ տեղը, տոնը եւ այլը, իր մեջ կարող այդ նորից ինքը իրան ուժեղ ազգում այդ ազատության, ապահովության զգացումն վեր նորից վերապրում է, ինձեւի նաեւ դրթում է իրան վեր ստեղծի ու նորից դինը դառնա, եթե ինքը դա իրան երջանկացնեի սելել ու հա հիշի վեր ինքը ինչքան ուժեղ այլել ու վեր կարե նորից կարե հենց այդ ռեսուրսը հենց այդ իրան ավելի ներքին ռեսուրսն է ներքինը Քանի վերսոր օզանք ավելի մասնագիտական քաթինի ու օզում տրայտի բոլոր այս պահի դրությամբ իմ կարծիքով մարդկանց հուզող հարցերը բենանին պիցնիմ հունցը նկատալանք շատ աշտացալ ագրեսիան հատկապես սոցիալական ցանցերում այդ on-line դիրույթում ու այդ ատելությունը ցավոք սրտի ինքը բումերանգի էֆեկտոն է կրկնապատկվում է ավելի աշտանում եւ այլ օզումում դու այսիս ես են արցախցինում վերբեցում რა կարդալ վեր փախան չկրվեցին եւ այլն ես դրանից ինձ անզորում զգում, ես կամ ագրեսիվ ընտրում տարբեր, բայց հաստատ ոչ դրական ինչ որ մեր բենի։ Հիմնական ագրեսիվ ընտրում, նույնիսկ ամենախաղաղ մարդը, երբ իրան մեղադրումս մի բենի մեջ որում ինքը այդքան էլ պատասխանատու չի ելել ու իրան կամքավ չի ելել, մինչեւի ագրեսիա է, մարդ վեր անդադ խոսափում է ամեն ինչից, ուզում է պատասխանը տվացնի, այս դեպքում մարդիկ ոնց վարվին։ Երևի սկսենք դրանով էր այս սոցիալական մեդիում իսկապես շատ ստի խառը վիճակա ու շատ այդ մանավանդ երևի արցախցիների նկատմամբ այս ատելության խոսքին եթե փորձի անդրադառնամ առհասարակ ագրեսիան որպես երևույթ ինքը ընդունված է ինքը կենթանիներից չգիտեմ մարդկանց լողջի մեջին տա կա ու դա նորմալ սահմաններում ագրեսիան օգտագործել օքեյ է բայց ագրեսիան չափից դուրս ըստ խոսքը ագրեսիվության մասին չի ագրեսիվ մասին բայց չափից դուրս ագրեսիան դիմացինի նկատմամբ ունի մի շարք խնդիրներ Այսինքն դրանով մուկ դիմացին ինքնագնահատականին իրան ընկազդում, դրանով դիմացինի մի շարք սոցիալական ամեն ինչ իրան ազդում ենք։ Սոցիալական հարթակներում, այսպես ասած, արցախցին են քանի որ խեղճ, կոպիտ ասած թույլ էակներն են, իսկ սոցիալական մեդիան սոր այնքան աղավաղված է վեր մարդը այնտեղ կոպիտ ասած ինքնահաստատվում է, որտեղ ինքը դե մի անդեմ կերպար է։ Եթե սովորական առօրյա կյանքում ինքը այդպես ասե, ինքը հնարավոր է պատժվե, ինքը այնտեղ կարե, այսինքն մի հատ հանց էջապեցան վերվեջ անուն կա, վեճ ասկանում կա եւ այլը, ու ինքը դառնա, այսպես ասած, հերոս։ ու այդ ագրեսիան այդ յուրան մեջին կուտակված այդ բանը ինքը դրանով արտահայտը ինքը դառնա բան ինքը դրանով ինքնահաստատվի ու այդ ագրեսիվ խոսքը ագրեսիվ մեկնաբանությունն են քանի որ յուրans մեջ պարունակում են ինքնամեղադրանք դիմացինի նկատմամբ մեղադրանք արժեզրկում եւ այլ մի շարք բացասական հատկանիշներ ինքը կոչվում է հոգեբանական բռնություն այսինքն ագրեսիվ խոսքը նույն ատելության խոսքը ինքը հավաս ինքը հոգեբանական բռնության տեսակ է
Հոգեբանական բռնություն տրավմատիզացված մարդկանց իրա։ Մոտավոր դա իրական դա շատ դաժան է, շատ ցավոտ է, մզետի կարող այստեղ վերածում այնքան դրա մեջ վերգիտում դա սովորական է, բայց սովորական չի։ Առհասարակ այս փուլը արցախցիներին հետ ինչը կատարվալ է հոգեկանի հետի վեճին պես սովորական չի։ Վեճ տեղահանությունը, վեճ ժամերով հակարին անցկենալը, վեճ թաղման արարողություններ, վեճ մինը մեր փսիխիկին հետի սովորական իրադրություն չի։ Թաղումը կարե ինի սովորական իրադրություն, վերը ասում ունե յուրան արարողակարգ օրինակ։ Բայց վեճ են վերգիտում ասեր թողումս կինամ վսոյել դոյ գիլանչս։ Կամ շատ մարդիկ հենց այդ շատ փիս է հնչում, բայց դիակի հետ ընճանապար եկա, իրանց հարազատի մարմնի անշնչացած մարմնի հետ ընճանապար եկա։ Սրանք լող նորմից դույս է։ Այսինքն մարդ լրիվ տրավմատիզացվել է ու եկալ միջավայր, միջավայր ավելի շատ ինձ թվում է սոցիալական մեդիումն է այդքան ես օրինակ կոնկրետ անձամբ ես այդ առօրյա կյանքում այդ բանը տեսնում չում։ Կարե ինի բնականա նորմալ է հասարակության մեջ դիչ վեր պիտի լոխ է վերածում միանման մտածին, կարե ինի եւ այլ կարծիքներ, բայց սոցիալական մի կողմից է սոցիալական մեդիումն է ենթարկվում այդ հոգեբանական բռնության։ Դե ինչա կատարում արցախցիներին հետ ինքնագնահատականի նվազում, վեր ես վեշին պենչում ինձ ներկայացնում, առհասարակ սոցիալական, ֆինանսական, ասենք վիճակը ծանր է, հերիք չի մի հատ էլ հալամ բենա մեդիայից հաճնշում կատարվում։ Ինչ անե այս պարագայում, բնականաբար եթե ագրեսիվ պատասխանենք, ինչ ընկանում ագրեսիանը կուժղցնում ու վերը բացարձակ լավ է վերածում արդյունքի բերումություն։ Լավագույն տարբերակը հասկանալ խեյմ ես այդ մեկնաբանությունն կարդում ես դա ինչա տամ։ Առաջնային խեյմ ես ժամանակ հատկացնում այդ մեկնաբանությունն կրթել իրան։ Արդյոք ես օրիշ վեշին պենչոնի մանելի այդ ժամանակին հետ։ Այսինքն խնայել ժամանակը, խնայել ինքդ քեզ ու քո ընտանիքիդ, որովհետև եթե ես ագրեսիվ պատասխանում եմ, ես բնականաբար իսել եմ ագրեսիա տարածում, ավելի է լարվում ու այդ խոսք ավելի է շատանում, հոսքն էլ աշտանում մարդկանց ավելի շատ ընկարդում, ստեղ նաև կարինք խոսենք պասիվ-ագրեսիվ մարդկանց, ովքեր լայքում են, բայց բեն չնանում է վերազմատայել մի առանձին բենա։ Բայց հիշում եմ վեր մուկ մինչև քաթը խոսած ընկերային մասին վեր դու ուսումնասիրալս ագրեսիան, բայց ադրբեջանցիների մոտ այդ հայատյացության բենը ու ստացվում անդի վեր մենք այդ նույն այդ թշնամանքը վեր դու ուսումնասիրալս Ադրբեջանի օրինակավ մենք մուկ տեսնում ենք հենց մեր հայրենիքի ներսում մուկ յուրür նկատմամբ ոզում մի քիչ նաև այդ համեմատությունից խոսիս արդյոք նմանություն կա թա իրական դաժե օզել չում համեմատի։ Դա իլալա երևի, եթե սխալվում չեմ 16 թվականից հետո վեր ուսումնասիրեց միլալ ադրբեջանական դասագրքերը, ու տարական դասարաների դասագրքերը, ունդեղ իլալա այդ հայատացության քարոզը, հա, դա իլալա մի հատ ահավոր ձևի, ու ասինք դեղ առաջին դասարանի դասագրքում ադրբեջանցիների մոտ քյամա վեր թշնամին հայնա Վահաննա, Վարդաննա, Անդրանիկնա ու կոնկրետ հայերի անունները ու Վարդանին ինչ ենք անում, սպանում ենք, գլոխը կտրում ենք, վնը կտրում ենք եւ այլ ու դա արվում է դասագրքերում։ Այդ հետազոտությունը դա ասում է 16 թվականին մլարած նոր տվյալներ այս պահին ունի վեր նոր ինչ վեր բենասին, բայց բնականաբար իրանց դասագրքերը փոխված չինեն, ավելի անախորացված ու հա հիշում դեղ դասագրքերում իլալա Շուշին, Մեռնա Շուշին ստիպեն ու այն թվին 16 թվին է վայ ինչեր են խոսում այս վիճակն այլել։ Բայց իրականում օզել չում տաթև համեմատիմ մեր այս ատելության, այդ վաղտը հայատյացության, այդ ատելության խոսքին իրան դա ենք լա ուսումնասիրելիս, ստեղ ինչնա վեր շատ մարդկանց հուզում է մեր իրականության մեջ, մեր մեդիա դաշտում վեր, այդքանը արվում է ավելի բարձր մակարդակի մարդկանց մոտ։ Եթե սովորական քաղաքացիունակ մտածում լավ դե մի հոգի 10 ֆեյք էջապեցրալ, բայց եթե արվում է ավելի իրական օգտահաշիվ ու պատասխանատու օրինակ պաշտոնյայի կողմից դա մի քիչ այլ է։ Բայց եթե դա արվում է ավելի, ասենք, բարձր պաշտոնյայի կողմից կամ դա արվում է հանրային եթերով, դա արդեն իսկապես վերածվում է լրիվ բռնության ստի ոչը։ Սովորաբար տրավմատիզացված անձը վերածմամին օզմամին ճեղնան փռնե, չէ, օգնություն պենանե ու տահուվայնում ավելի բարձր բանի մարդ, չէ, այս պարագայում եթե այդ մարդն էլ է քեզ տրավմատիզացնում, այդ մարդն էլ է քեզ հոգեբանական բռնության ենթարկում, օրինակ հանրային եթերով ասում դուք երբ եք եկել,
Այսինքն դուք այնքան կակվեջ, ինչա հնչում, դա այնքան կակվեջ, ես դաժե հիշում չեմ դուքի բքի եկավ։ Այս եթե այս տիպի հինչվեր բեներլի, դա անմահանրային եթերա ու այդ ամենասովորական մի նախադասություն եմ ասում։ Իհարկե, այստեղ պիտի այսինքն վերմունք ունենք շատ նույն ֆոնի նաև ունենք շատ լավ հայրենակիցներ, ովքեր ապրումակցում են, ամեն ձևի փորձում են այդ ցավը կիսին։ Իհարկե նույն ձև կարել չն է վերասմա ապրին, բայց ամեն դեպքում մարդիկ փորձում են կիսին ու բերիկ այսինքն վերիսկապես քիչ չն այդ մզնե հետ։ Նման մարդկանց շնորհիվ մեր ադապտացիան շատ ավելի հեշտ է լինելու, շատ ավելի հեշտ են հարմարվելու այս իրականության, շատ ավելի ընդունվելու։ Շնորհակալություն շատ գեղանուշ ուսուցողական քաթի հետի, բայց որպես վերջաբան կոզիմ ինչ որ մի հատ խորհուրդ տաս վերքու կարծիքով այս պահի դրությամբ ամենաշատը կարիք ունենք մունք իհարկե գիտում է հոգեբանեսի ինչ խորհուրդներ ատելության խոսքին պատասխանելը մի շատ լավ բան կա ասացված կա վերասմա ջրհորի գորտին պետք չի օվկիանոսի մասին պատմել Okay, հասկանում չի այդ իրավիճակը, ինքը ընդունում չի, պետք էլ չի, թողտի էլ մնա։ Ջրհորի գործեր, ձեզ հետ ենք մենք, օվկիանոսին։ Բայց շատ նատատ է, դույս ասում հոգեբանես, իրեմ չն խորհուրդն է տալ առհասարակ հոգեբանը խորհուրդ չի տամ, իհարկե եթե խոսքը ծնողավարության եւ այլ թեմաների մասին չի, այս պահին շատ կարևոր է արցախցիների հուզական հույզերի դուրս բերումը, այսինքն հույզերի արտահայտումը։ Վեշ մի վաղտ այդ հույզերը մեջին չպահել։ Դա այդ ումլի կոմենտումը կիմենտում էլի մորս Չէ, դա ագրեսիվ վերբալ խոսք եմ ֆենալու։ Սա մի հատ առանձին պեն պիտի թվակել։ Վեշ մի վաղտ հույզերը չպիտի այս պահին տրավմից հետո հույզերը ներսում պահել պետք չի։ Հետո դա շատ ավելի լուրջ սոմատիկ խնդիրների առաջ են կանգնել։ Սոմատիկը ինչ է։ Մարմնական, առողջական խնդիրները տայնելը վա, օրինակ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ, մահեր, սրտի կանգեր, սրտի հետ կապված խնդիրներ, աղստամոքսային խնդիրներ եւ այլ եւ այլ։ Ինչն է կարևոր շատ արտահայտվել, շատ խոսել։ Միջավայրն էլ է շատ կարևոր այն մարդկանցն հետ հյուրն հետ կշփվում, այսինքն ընտրել դրական մարդիկ ու վերցած ռեսուրսն էին տամ, մարդիկ ու վեր ռեսուրսային են։ Թեկուզ փորձել գտնել այն աշխատանքը վերը հաճույք է պատճառում, վերը եթե Արցախում օրինակ անեցիք լայս ինչ գործում է հենգել, օրինակ մեծ հաճույքով կոզիկ դա անիկ փորձիկ մինձև վերադառնակ այդ նույն աշխատանքին։ Սան հունցանիկ վեր վղնքլե մշակես տվող համաձայնում եք մարդկանցն հետ վեր հունցանիկ վեր առաջ օրինակ ստինկլաներ խոսքը վերաբերվում չի այդ կատեգորիկ այդ ռիսկի փոփոխություններին վեր ինչ վեր այսինքն մարդը շենում նալալ մենք եկալա 4-րդ էտաժում նա ապրում բնականաբար բայց եթե հնարավորություն կա այսինքն իրան ավելի մոտիկ են ինչ իրան հարազատ է այն ինչ իրան հաճույք է պատճառում ինչավ ինքը խաղաղվում է այսպես ասած փորձե ավելի շատ տրանձգտե շատ կարևոր կետ է նաև ինքնախնամքը վերը այս շրջանում մզետի շատ կարևոր է բայց շատ նաև արտամղում ենք վերասմա անտեսում ենք այդ բանը ինքնախնամք ասելը հասկանանք նաև սեփական թերապիա սեփական եսին եշելը ինքներս մզնետ ինչա կատարվում ուզում սրան իրան շատ կարևոր կետը բենանի ինձ հետի ինքնախնամքը շատ ավելի խորքային է շատ ավելի սեփական եսին անդրադառնալն այզնետ ինչա կատարվում ինչում ուզում ապագայի մասին մտածելն է եւ այլը մի պատարստի վերասմասորվա իրականություն Instagram, ինտերնետ, Facebook սախստի մի պատար բեներածա խառնված ավեր ինքնախնամքը շատ աղավաղվալ բայց շատ դեպքերում այդ Instagram-յան ինքնախնամքն էլ չն մարդիկ կիրառում եւ շատ հաճախ բացարձակ ոչ էլ խնամում են լի իրան շատ բարձի թողի վիճակում ունենում եւ եթե քեզ դա աղճատված է նույնիսկ այդ փոքրիկ սուրճ խմելն էլ ինչ որ դրական բեներ է բերում եթե քեզ դա հաճույք է պատճառում քեզ էդի տավտովայելումը ու դա քեզ էդի դրական է էլի կարե վերասմա համարվե բայց ավելի խորքային ես ավելի միշտ զայում խորքային process-ներին միշտ օրինակ ասում են ավելի հեշտ է խորհուրդ տալ քան ինքդ կիրառել ուզում տեսնամ սա արդեն որպես գեղանուշ պատասխանիս, այլ ոչ թե որպես հոգեբան, արդյոք այն մեթոդներն վեր դու կիրառումս պացիենտներին օգնելի հետի, արդյոք նաև դրանք քեզ են օգնում, արդյոք դու ինքդ էլ կարող ես հաղթահարես այն ամեն ինչը, ինչի մեջ մենք գտնվում ենք, որտեղ շատ հաճախ մստվում է, եթե մարդ հոգեբան է, ապա իրան հետի լող հիշտատի է, արդյոք դա չէ։
Բնականաբար ես էլ լող արցախցիներին ման ես էլ եմ տեղահանվել, այդ բոլոր ապրումներն, բոլոր հույզերը դիչվել քարիում, եւ ասում այդքան ամեն ինչը ինձ էլա, ես էլ եմ այդքանը ապրալ, ես էլ եմ այդքանի մեջ հավա անցկացալ ու անցկենում ու ամեն պացիենտին հետ եւ ասում հավասար անցում կենում իհարկե ստող հոգեբաներին օգնում է սուպերվիզիա, անհատական թերապիա, վերը շատ կարեւոր է, այսինքն եթե դու քո թերապիա անցկացած չունես, դու բնականաբար կարելի չես օգնես քո դիմացինին, եթե որպես գեղանուշում խոսում, ինձ էդի շատ կարեւոր է իմ խոխորձս այս պահի թեկուզ այս պահի հետի դրական հիշողություններ թողելը Այսինքն իմ խոխորձ հետի այս պահը ինի վեշտ հա տրավմատիզացիա, տրավմի շարունակություն, այլ ես իրանց հետի դրական հիշողություններին, այլ ես իրանց հետի դրական հիշողություններ ստեղծիմ, հա։ Ու ամեն ինչ անում, փորձում, որպեսզի ապագան ես ինձ հետ իմ ապագան ստեղծում, նպատակն են տինում ու դեպի նպատակն են որպեսզի հասնեմ կետեր։ Շնորհակալություն Գեղանուշ, ես շատ կարևոր եթերին հատե հույսոնի մեր դիտողները որոշ դասեր, այսպես ասած, քաղաքականն գոնե հոգեբանական դասեր եւ իրանք էլ կետ առ կետ նպատակներին տինեն եւ ամեն անգամ հաղթահարելով որևէ կետ հասկանան, որ իրանք կան այդքան ուժեղան ու կարման առաջքին են։ Իհարկե շատերի սիրտը հերվում է Արցախում, բայց հույսոնիկ վեր այդ նպատակներից մեկն էլ հենց Արցախն այն ու վերադարձը տուն։ Շնորհակալություն ծոզ մեր դիտողներ, վեր այս մասնագիտական քաթը սկացալը շատ հետաքրքիր կինի վեր մեկնաբանություններում այսիկ արդյոք այս ֆորմատը հավանալը արդյոք կոզիկ շարունակիկ տարբեր մասնագետների հետ հենց մասնագիտական քաթեր ունենալը, թա նախընտրումը մարդկային պատմությունները, կիսվեցիք ձեր կարծիքով մեր սորվա քաթին հետ կապված ձեր սեփական մեկնաբանությունը, դուք ոնց եք ամեն ինչ տեսնում, դուք ինքներդ ոնց եք հաղթահարում կամ հաղթահարումը արդյոք թա չէ։ Եվ իհարկե հատուկ շնորհակալություն բոլոր այն մարդկանց վեր միացածն մս Patreon-ում կամ Re-Armenium եւ նրանց ուվեք սրանից հետո միանալու գիտացիք վեր ձեր փոքրիկ ներդրումը կարե տրնակաթի շարունակականության հիմնասյուներից մինը եւ բարբարի պահպանության հիմնասյուներից մինը շնորհակալություն վեր մսնահետք Ոնց ասում են կախարների սիրատեղոնիկ Չզանք տաս պատին դեռ Տասա չսվեմ մազս դուզեցնում Սպասանվեր բդայ ծոզում շնորհակալ Քեզ լրջած ամենափիս պացիենտների ծարավ կոտորը մի հոմի ջուրճ կբերա Ջիր իսկական Ինչ սրա հալա վերջու Քեզ տորակա վեր քեզ լավս զգում ֆոնես Ես շոդեն գիտլան թաղելա գարու Դիել կա Խոկիկի խոստանանք վե իրոք սեմենք վայնս լրջանում ենք լավ Դավացի քեզ ժամային լրջանում ենք Ներողություն խնդրել Ներողություն մայրամ Վեր հանգստանց կայսլա Դե վերտետի իսաս մոզուման հանգստանա Ահա որոնք մոզ պահում Տայրանու սելավը չի Ես մինչև եկուստիկ Ես կտրում եմ Արծեր Խնդրում Մարիամի դիսկան վենգվանից Հիշեցինս ինչու մասին խոսում Իսկ բարձեք խոխեքս